Աշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում 1959 թվականից գործում է ձեռագրերի և փաստաթղթերի վերականգնման բաժինը։ Մատենադարանի վերականգնողական բաժինը կազմավորվել է 53 տարի առաջ և կազմավորման հենց առաջի օրվանից բոլոր աշխատանքները նպատակաուղղվել են մի խնդրի շուրջ պահպանել այն, ինչ եկել է ժամանակին Մատենադարան և այն, ինչ մենք պարտավոր ենք փոխանցել ապագա սերունդներին։ Ինչ է դա նշանակում։ Բաժնի աշխատանքները կատարվում են 3 տարբեր ուղղություններով։ Առաջին ամենակարևոր ուղղությունը դա բոլոր գրքերի, հնատիպ գրքերի, վավերագրերի, ծրագրերի, որոնք կան Մատենադարանում և որոնք գալիս են Մատենադարան, անընդհատ, այսպես ասած, պրոցեսով մենք պարտավոր ենք կատարել նրանց ուրեմն կոնսերվացում։ Կոնսերվացումը դա ես կհամարի ամենակարևոր մեր աշխատանքի ամենակարևոր մասը, ինչու, որովհետև ճիշտ արհեստավարժ աշխատանքը այդ ոլորտում կապահովի ընդունվող եկող գրականության և պահպանվող գրականության հարատևությունը։ Այսօր պետք է մենք պահպանենք մշակութային ժառանգության պատմական տեսքը և դա գերխնդիր է։ Իսկ երբ որ մենք արդեն այդ փուլերը կարողանում ենք անենք, որը ներգրավում է իր մեջ առաջնահերթ ախտահանումը, բոլոր ընդունվող գրականության, ամբողջ գրականության, որը գալիս է Մատենադարան, դա բավականին մեծ ծավալ է և բավականին բարդ գործ է, բուժումը, որի մեջ ներգրաված է բավականին խորը ուսումնասիրություն կենսաբանական առումով, այսինքն դա սնկային հիվանդությունների բացահայտումն է, պայքարն է սնկային հիվանդության դեմ, տարբեր սնկերի դեմ, որը հիմա Մատենադարանում արդեն ստեղծվել է կենսաբանական մի փոքր խումբ, որը մենք հույս ունենք, որ բավականին խորը և լուրջ ուսումնասիրություններ կանի հետագայում, մենք դեռ նոր ստեղծման, այսպես ասած, փուլում ենք, չնայած, որ այդ աշխատանքները մենք նաև վաղուց ենք կատարում համալսարանի կենսաբանական ֆակուլտետի հետ,
բայց հիմա արդեն մենք ստեղծել ենք այդ օղակը, որը տեղում կկատարի, կբացահայտի այդ սնկերը եւ մենք մի շատ մեծ առավելություն ունենք, դա մեր ծրագրերն են, որոնք պարունակում են շատ խորը գիտելիքներ, որոնցով պետք է ճիշտ օգտվելու դեպքում կարող ենք ստանանք բավականին մեծ գիտական նյութեր հենց կոնկրետ կենսաբանական պայքարի, այսինքն բիոցիդային պայքարի գործում մենք ունենք ծրագրեր, որոնց մեջ կա բավականաչափ բաղադրատոմսեր, որոնք ուրեմն մեր հայկական լեռնաշխարհից մենք կարող ենք ստանանք հատուկ ուրեմն նյութեր, կոմպոզիցիաներ, որոնք կարող ենք ներկայացնել որպես պայքարի միջոց սնկային հիվանդության դեմ։ Դա շատ կարևոր հանգամանք է, որովհետև սնկերը եւ բակտերիաները դա շատ լուրջ վտանգ է մեր գրականության համար եւ եթե մենք կարողանանք ավանդական ֆորմալին թիմոլ այդ շատ թունավոր եւ վտանգավոր նյութերից կարողանանք զերծ մնանք եւ օգտագործենք մեր հայկական լեռնաշխարհից բույսերից եւ արմատներից ստացած այդ նյութերը այդ բաղադրատոմսերի հիման վրա մենք բավականին հետաքրքիր գիտական աշխատանքներ կարող ենք կատարել եւ պայքարի նոր միջոցներ առաջարկել այդ բնագավառում։ Վերականգնողական բաժինները ունեն ստանդարտ սարքավորումների, սարքերի ստանդարտներ գոյություն ունեն։ Դա որոնք են, անպայման պետք է ունենանք մամլիչներ, տարբեր տեսակների, սեղանի մամլիչներ, մեծ մամլիչներ, որի տակ ռեստավրացիայից հետո բոլոր թղթերը, ձեռագրի, թե վավերագրերը, բոլոր օբյեկտները, որոնց հետ աշխատում են, անպայման գնում են մամլիչի տակ հարթեցվելու, դա նորմալ, որ եթե չհարթեցնենք, մենք չենք կարողանա հետո գիրքը, ձեռագիրը հավաքենք, որովհետև պարզ է, որ պետք է էջերը հավասարաչափ հարթեցված լինեն, այդ պատճառով պետք է ունենանք մամլիչներ, որոնք մենք ունենք եւ օգտագործում ենք եւ սեղանի ունենք եւ պետք է ունենանք կարելու սարքեր, դա ուրեմն էլի պարզ է, որ եթե գիրքը քանդվում է, լվացվում, նորոգվում, հետո կարվում, հետո կարելու համար հատուկ սարքեր գոյություն ունեն, դա էլ ունենք, պետք է ասեմ, իսկ երբ որ աշխատում ենք թղթալցնող սարքի հետ, դրա հետ անպայման զուգահեռաբար պետք է ունենաս հզոր մամլիչ, որովհետև այդ թղթի մասան, որ թղթալցնող սարքի ժամանակ մենք անցկերի մեջ լցվում է, եթե չունենաս լավ ամրացնող, հարթեցնող ինչ-որ ծանրություն, լավ չի ստացվի ռեստավրացիան, դրա համար մեր էլեկտրական մամլիչը գտնվում է հենց մեր թղթալցնող սարքի հարևանությամբ եւ իսկույն ուրեմն թղթալցնող սարքից դուրս եկած գործը գնում է էլեկտրական մամլիչի տակ, որից հետո հանում ենք, էլի մշակում, նորից դնում մամլիչի տակ։ Ես կարող եմ ասեմ, որ մենք Մատենադանի ցանկացած ռեստավրացիան մրցունակ է ցանկացած եվրոպական կամ ամերիկյան կենտրոնների հետ կարող ենք մրցել։